Նա աշխարհը նվաճեց Բիլի Ջինով, իսկ մենք սիմֆոնիկով։ Եվ երբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Դուբայի օպերայում հնչեցնում է Մայքլ Ջեքսոն, արդեն պարզ է։ Սա պարզապես համերգ չէ։ Այսօր ներսեսի հյուրերն են Սերգեյ Սմբատյանը եւ Սարգիս Բալբաբյանը։ Իսկ հիմա դիմավորեք մի մարդու, ով լուսնային քայլվածքով ներս է մտնում, որ ազդարարի երեկոյի սկիզբը։ Ողջունեք նույն ինքը Ներսես Ավետիսյան։ Բարի երեկո ժողովուրդ ջան, հունիսին Երևանը շատ հետաքրքիր ժամանակաշրջան է ապրում։ Քաղաքը նման է մեկին, ով միաժամանակ ուզում է գործի գնալ, ամուսնանալ, դառնալ ինֆլուենսեր ու փախչել ծով։ Ամառը դեռ նոր է սկսվում, բայց արդեն բոլորը հոգնել են։ Գիշերը երբ բացում ես պատուհանը զովանալու համար, ներս են մտնում 3 կաթիլ զովություն ու 600 շինարարական ձայն։ Հարսանիք, վերջին զակ, բակային խնջույք, ռաբիզ, ինչ ասես, հունիսը Երևանում պաշտոնապես ձայնային փառատոն է առանց ընդմիջման։ Այս ամիս մեր քաղաքի ամենաբնական գործողությունը ստվեր փնտրելն է։ Մարդիկ նույնիսկ մի ծառի տակ ստվերն են արդեն մասերի բաժանել։ Աչը իմնա, ձախը ձերը։ Ուղղակի հունիսին Երևանը ոնց որ շոքած մորքուր լինի, որի ջղայնանում ես, բայց առանձնավությունից չես կարող հետո չասել շնորհակալություն գոնե։ Բայց հենց հունիսն է, ուրեմն Երևանում ամեն ինչ լիարժեք է։ Քաղաքը իրեն լիարժեք է զգում։ Ու մենակ այս քաղաքում կարող ես շոկից հալվել, իսկ հետո սրճարանում մի սառը բան խմել ու ասել, այս քաղաքի շունչը ուրիշ է։ Դե ուրեմն շնչեք, սիրելիներս, շնչեք քաղաքը իր բույրերով, աղմուկով ու շոկով։ Իսկ հիմա ես պետք է խոսեմ արևից ու արևի մասին։ Ուշադրություն իմ սիրելի խորագիրը, արևը ներսում։ Իտալ Սոլար, երբ արևը դառնում է քո տան մի մասը, երբ առավոտյան արևի առաջին շողը թափանցում է պատուհանից ներս, այն պարզապես լույս չէ։ Դա կյանքի նոր սկիզբ է, էներգիայի աղբյուր, որը կարող է դառնալ քո տան անբաժան մասը։ Իտալ Սոլար ընկերությունը հավատում է, որ արևը պետք է լինի ոչ միայն երկնքում, այլ նաև մեր տներում, ապահովելով կայուն, մաքուր եւ արդյունավետ էներգիա։ Իտալ Սոլար ընկերությունը 2022-ից ի վեր նպատակ ունի զարգացնել Հայաստանում վերականգնվող էներգիայի ոլորտը։ Ընկերությունն առաջարկում է արևային կայանների վերաբերյալ անվճար խորհրդատվություն, որին բնականաբար հաջորդում է կայանի տեղադրումը եւ իհարկե 30 տարվա երաշխիքը։ Իտալ Սոլարը միջազգային առաջատար Sunkit եւ Groat ընկերությունների միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Հենց այսպիսի ընկերությունների հետ համագործակցության հենքով էլ կարողանում է ապահովել 30 տարվա արտադրողականության երաշխիք։ Իտալ Սոլարի հետ համագործակցելով դու ընտրում ես կայունություն, որակ եւ վստահություն։ Իտալ Սոլար, թող արևը լինի քո տան ներսում։ Իսկ հիմա ողջունենք մեր նվագախմբին Root 9 & Friends տղեկ, բարի երեկո, շնորհակալ եմ, որ կրկին ինձ հետ ներսում եք։ Այսօր մենք ունենալու ենք ֆանտաստիկ երեկո, բայց մինչ այդ մի զովացնող կոկտեյլ պատրաստենք, առանց որի այս պահին անհնար կլինի աշխատել։ Գնացինք բար։ Էլի իմ սիրելի հատվածն է այստեղ։ Ես պիտի պատրաստեմ կոկտեյլ ձեզ համար, Easy Mix, որը դուք կարող եք տանը ինձ հետ պատրաստել։ Այսօրվա կոկտեյլն ունի դասականություն, փոփային ոգի ու մի քիչ հրաշք։ Ճիշտ ինչպես Symphonic Jackson-ը։ Հիմա ասեմ ձեզ բաղադրություն ուրեմն։ 40 միլիգրամ V&M կոնյակ, ես կլցնեմ 120-ը, որովհետև իմ հյուրերը երկուսն են։ Դուք կարող եք բազմապատկել հենց հիմա ձեր հյուրասենյակի անդամների քանակով ու ինձ հետ պատրաստել աս ֆանտաստիկ կոկտեյլը V&M-ի հիմքով։ Կոնյակը լցրել եմ, ուրեմն նարնջի լիկյոր 20 միլիլիտր, ես կլցնեմ 60-ը, իդեպ ես օգտագործում եմ ամառո լիկյորը, դե ամառոն պետք է ամռանը օգտագործել, չէ։ Այս 30, այս 60, և լցնում ենք տոնիկ 40 միլիլիտր, ես կլցնեմ 120-ը։ Վերջում էլ մի քիչ կավելացնեմ արդեն բաժակների մեջ, որպեսզի ստանամ ամբողջական տեսք։ Հիմա խառնում ենք։ Սառույցը ինչպես տեսնում եք կա։
շատ սառույց է պետք իրականում այս եղանակին։ Ինչ խոսք։ Ձեռքս բացվել է։ Տեսնու եք, թե ինչքան հեշտ է իրականում սա պատրաստել, այնպես որ դուք էլ եւս կարող եք տանը պատրաստել ու վայելել Ներսարի գիշերային երեկոն։ Ընդամենը 3 րոպե է ինձնից պահանջվում այս կոկտեյլների պատրաստման համար, ինչպես տեսնում եք։ Վերջ կոկտեյլը պատրաստ է եւ եթե լուրջ ասեմ ձեզ, վինդեմնել է երաժշտություն, ուղակի ըմպելի տեսքով, հա, կան խմիչքներ, որոնք համ են, բայց կան նաեւ խմիչքներ, որոնք հիշողություն են։ Վինդեմ կոնյակը ծնվում է այնտեղ, որտեղ ժամանակը համ ունի, իսկ համը խառնվում է պատմությանը։ Նրա յուրաքանչյուր կում տաքացնում է ոչ միայն մարմինը, այլ նաեւ հիշողությունները։ Մի փոքր մանկություն, մի քիչ կարոտ, մի անուշ բառ, որ չէր ասվել։ Սա մի կոնյակ է, որը վայելում ես առանց շտապելու։ Վինդեմ ոչ միայն կոնյակ, այլ ուրվագիծ, հայկական բնավորությամբ, եվրոպական արժանապատվությամբ եւ արվեստով ներծծված խառնվածքով։ Ի վերջո կյանքում ամեն ինչ գալիս ու գնում է, բայց մի լավ բաժակ վինդեմը միշտ մնում է ընկերության, անկեղծության եւ արժանի պահերի համար։ Կհանդիպենք կարճ դադարից հետո։ Մենք վերադարձանք եւ շարունակում ենք Ներսարի գիշերային շոուն, բարի երեկո, եւս մեկ անգամ սիրելի հայրենակիցներ, երաժշտասերներ, Ջեքսոնասերներ։ Հունիսն է, Երևանը տաքացած, բայց հիմա պիտի խոսենք ոչ թե շոկի, այլ թեժ լինելու մասին։ Իսկ թեժ է լինելու մարզահամերգային համալիրում հունիսի 24-ին։ Ինչու՞։ Որովհետեւ այնտեղ Մայքլ Ջեքսոնի երաժշտությունը հնչելու է սիմֆոնիկ մեկնաբանությամբ։ Հիմա ներս եմ հրավիրում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր մայստրո Սերգեյ Սմբատյանին եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանին։ Ներս եկեք։ Բարի երեկո, բարի գալուց ներս, շատ ուրախ եմ ձեզ տեսնել կրկին ներսում ու շատ շնորհակալ, որ այստեղ եք, ոնց եք։ Շատ լավ, շատ լավ։ Հրաշալի, մենք էլ շատ ուրախ ու շատ գրկաբաց ձեզ սպասում ենք միշտ ներսում։ Միանգամից անդրադառնանք հունիսի 24-ին, հա, ինչ է սպասվում մարզահամերգային համալիրում, հրաշք է լինելու, բայց մի քիչ մանրամասնեք դուք։ Այո, հունիսի 24-ին երկար դադարից հետո, առաջին անգամ մեր Դուբայի հյուրախաղերից հետո մենք կներկայացնենք մեր ունկնդրի կողմից ամենասիրելի նախագծերից մեկը սիմֆոնիկ Ջեքսոնը։ Նախքան դա մենք Դուբայի օպերայի հրավերով ունեցանք երկու շատ մեծ հաջողությամբ անցկացված համերգներ այնտեղ եւ դրանից հետո իհարկե մեր ունկնդիրը կշարունակի վայելել սիմֆոնիկ Ջեքսոնը մեր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ եւ մայստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Ես կփորձեմ չխանգարել այդ հրաշքին, որ սիմֆոնիկ Ջեքսոնը կայանա, իսկապես շատ լավ նախագիծ է, շատ ուրախ եմ, որ նաև մարդիկ, որոնք որ չէին պատկերացնում, որ կարող են սիրել նվագախումբ, տենց սպասում են շատ։ Այսինքն նպատակը, որ ուզում էինք ավելի մասսայական դարձնել սիմֆոնիկ երաժշտության նկատմամբ մարդկանց սերը, կարող ենք ասել, որ վստահաբար ստացվել է։ Նպատակը այո, որովհետև պատկերացնում ենք, որ սիմֆոնիկ նվագախումբը որպես կատարյալ գործիք երաժշտության
մշակույթում կարող անել ամեն ինչ, նաև Ջեքսոն եւ շատ ուրախ եմ, որ այդ մոտիվացիան աշխատում է եւ շատ մարդիկ ինտեգրվում են մեր աշխարհ, որը որ նաև կարող ենք նվագել Ջեքսոն, ռոք եւ հետո ունենք մի քանի օր հետո ունենք Բրուկներ, Էլգար, այս փորձում ենք համատեղել, որովհետեւ այդ տարբերությունը ժանրային տարբերությունը եւ ծրագրային տարբերությունը մարդկանց հետաքրքրում է։ Իրականում շատ ոգևորիչ է նաև ու շատ ուրախալի, որ համագործակցում եք այս նախագծում լոկալ արտիստների հետ, այստեղ ստեղծագործող արտիստների հետ։ Շնորհավորում եմ ձեզ նախ Սիմֆոնիկ ռեինկարնացիան արժանացավ տարվա լավագույն դասական նախագիծ մրցանակին։ Եվ մայստրո, ուր էիք այդ օրը, Խազեր մրցանակաբաշխությունը ձեզ չգտա։ Ընտրում էի ես այդ օրը ձեզ։ Այո, ես ցավոք սրտի Հայաստանում չէի, համերգ ունեի, այդ օրը Աբու Դաբիում մեծ համերգ չկարողացա, փորձում էի, բայց չստացվեց, բայց կարևորը արդյունքներ Սարգիսը Երևանում էր, բեմում էր, կարծում եմ, որ նման, տեսեք, մենք խոսում ենք Սիմֆոնիկ Ջեքսոն, Սիմֆոնիկ ռեինկարնացիա, դա այն մշակութային այն կետերն են, որոնք որ մարդիկ սկսում են մտածել։ Սիմֆոնիկ ռեինկարնացիա պատմության մեջ կա ցանկություն ինչ որ մի նոր էմոցիա ստանալու, որը որ ստացվեց։ Այսինքն հնչողություն, սիրած երաժշտություն, սիրած երգեր, երաժշտություն, նվագախումբ, այդ պարագայում ես կարծում եմ, որ մենք հասանք հաջողության, մենք ունենք պլաններ երկու համերգաշրջան հետո, արդեն փորձենք մարդկանց ներկայացնել ոչ թե սիրված երաժշտություն, այլ նվագախմբի ձևաչափով, այլ մի քիչ հակառակը։ Նաև դասական երաժշտություն լինի ավելի պոպուլար, որտեղ որ հիմա տենց նուրբ փորձում ենք գտնել այդ ելևէջները, բալանսը ինձ թվում է, բայց հրաշալի պահվում է։ Դե բալանսը մեր կյանքում ամենակարևորն է։ Ամեն ինչից սկսած բալանսը, դրա համար փորձում ենք հիմա գտնել այդ նոր ուղղություն։ Իսկ այդ անցումը ոնց ստացվեց մայստրո, որ օրինակ տեսեք Ջեքսոնը եւ հետո նաեւ եղավ միտք հայաստանյան արտիստների հետ անել այդ համագործակցությունը, մեր ֆանտաստիկ արտիստներից մեկի հետ։ Այս ընթացքի մասին էլ կուզեմ մեզ պատմեք։ Մենք նաեւ տենց էլ սկսել ենք։ Մենք սկսել ենք Ջեքսոնը Սիմֆոնիկ Ջեքսոնը, Ջեքսոն երաժշտությունը, եթե մարդիկ գիտեն, Ջեքսոնը այն արտիստն է, որի մասին մենք շատ երիտասարդ սերունդը չի տեսել կամ չի տեսել այդ տրենդային աստղ բումային ժամանակները, բայց սիրում են երգերը եւ Ջեքսոնի երաժշտության մեջ կա շատ սիմֆոնիզմ։ Եթե գիտեն մարդիկ, ապա եւ մեղեդիները, այդ նաեւ հնչողություն, նաեւ նվագախումբը մասնակցել եւ ես սովորում էի Լոնդոնում, Լոնդոնի սիմֆոնիկը անդրադարձել է Ջեքսոնի երգերից մեկին եւ տենց միտք ունե, որ Ջեքսոնի երգերի մեջ այդքան սիմֆոնիզմ կա, որ նաև կարող ենք ամբողջ համերգը նվիրել Ջեքսոնին եւ ցանկություն ունենք նաև որ մեր լոկալ արտիստները ունենան հնարավորություն ինքնարտահայտման, որը ոչ ստացվեց եւ Դուբայում ունեցանք շատ լավ համերգ, որը իսկապես դա երևի առաջի անգամ էր, որ Հայաստանում ստեղծված միջազգային ուղղությամբ դե ծրագիր ներկայացվեց Հայաստանից դուրս։ Առաջի անգամ էր, որը որ կարծում նվագախմբի մեծ ձեռքբերումն էր։ Միանշանակ էս ֆանտաստիկ հաջողություն է։ Եվ մաղթենք շարունակականություն միայն այս նախագծին։ Խոսելով Ջեքսոնի մասին, գիշեք առաջին երգը, որ լսել եք Ջեքսոնից կյանքում։ Որ ու տենց տպավորվել է։ Գնամ։ Սարգիսի հետ ունենք երկար պատմություն, որտեղ որ սկսում ենք նախագիծը, հասկացա, որ Սարգիսը չէր լսել Ջեքսոնի երգերը։ Բայց հետո ուղեցինք այդ սխալը, շատ ժամանակ տևեց, բայց Սարգիսը պետք է ասի, ո՞րն ես լսել առաջին Սարգիս։ Երևի Earth Song-ը։ Ահա։ Ես չեմ հիշում, ես այդպես շատ սիրել եմ շուտվանից, դրա համար վաղուծվա դեպք է, հա։ Շատ։ Սարգիսի մոտ թարմա դրա համար հիշողությունը կա դրված, կարող է Ինչ նախանձելի է այս բարակայում։ Իրականում այս մեր Symphonic Jackson նախագծի ամենակարևոր ուղղությունն է, որ ոչ միայն ներկայացնենք այն սիմֆոնիկ նվագախմբով, այլ այստեղ չկան մենակատարներ, արտիստներ, ովքեր կմեկնաբանեն Մայքլ Ջեքսոնի երգը, այսինքն կերգեն։ Սա շատ կարևոր է, որովհետև Մայքլ Ջեքսոնը եւ այն, որ հետո կարող է ինչ-որ ուրիշ մարդիկ երգեն կամ ապարեն նրա նման կամ նմանակմամբ, դա մեզ համար բնականաբար ընդունելի չի։ Դրա համար իր ամբողջ այդ մեղեդիները ամբողջը փոխադրված է այնպես, որ սիմֆոնիկ նվագախումբը, իհարկե ունենք բեք վոկալ, ունենք տարբեր երաժշտական գործիքներ, մի մասը ոչ այնքան էլ հայտնի, հա, համերգի ընթացքում միշտ հարցնում են մեր ունկնդիրը, ինչ գործիք է, որ սենց ակարդեոնի նման, բայց ինչ որ ձայն է հանում, ու այդպես շատ հետաքրքիր համերգային ծրագիր է, շատ այնպես բազմազան, բայց ամենակարևորը, որ այստեղ չկա այն մենակատարը, որը որ կարող է օրինակ երգել այլ կերպ, երբ ինչ որ ձևով աղավաղել Ջեքսոնին պատկերացումը։ Նմանակելու ցանկությունը բացառել ենք։ Ահա։
Շատ կարևոր նախադրյալ չէ Ջեքսոնի դեպքում։ Նմանակելու ցանկությանը դեմ չեն գնացել, այլ ուղղակի տենց ենք պատկերացրել գործիքավորումները, որ լինի երաժշտության մասին նախագիծ, ոչ թե նմանակելու, այսինքն վոկալային խնդիր չենք պատկերացրել, ինչը կարծում եմ նաև գերեստական իմաստով ինչքան կարելի է դա անվանել գերեստական մեծ ձեռքբերում է։ Իսկ ինչքան ժամանակ պահանջվեց, որ ծրագիրը նոտայագրություններից գա հասնի արդեն պատրաստի վիճակի, երաժիշտները ոնց անցան այդ փուլը, արդյոք հեշտ դարձավ այս նախագիծը։ Իրականում այս նախագիծը մինչև երաժիշտներին հասնելն էր բավական երկար, մենք շատ երկար Մարտին Ուրիխանյանի հետ ենք աշխատել, ինքը շատ լավ կարողացավ մեկնաբանել այն բոլոր կարևոր ուղղությունները, որը որ մենք ենք ցանկանում, բայց բավական երկար աշխատանքի արդյունք էր եւ ամեն անգամ, երբ որ մենք նորից իրականացնում ենք ծրագիրը, բնականաբար նոր ստեղծագործություններ ենք ներառում, որը որ շատ հետաքրքիր է եւ սիրով բոլորին սպասում ենք հունիսի 24-ին միասին անցկացնենք այդ երեկոն Մայքլ Ջեքսոնի երաժշտությամբ։ Հեշտ էր արդյոք հոգեբանորեն մոտենալ փոփի արքային սիմֆոնիկ հագուստով, ասենք ասենք։ Չեմ ուզում արժեքազրկեմ, որ ասեմ հեշտ էր, բայց դժվար չէր, որովհետև նաև պետք է ասեմ, որ լինելով դասական երաժիշտ եւ բոլոր իմ նաև կարող եմ ասեմ իմ գոլեգաների անունից բոլոր սիրում ենք Ջեքսոնի երաժշտությունը, որովհետև նաև իմաստը հասկանալով Ջեքսոնի երգերի եւ երաժշտության սիմֆոնիզացումը պատկերացրել ենք, որ դա պետք է լինի ավելի պոպուլար, բայց փորձեցինք ներկայացնել նաև ինստրումենտալ մշակույթին ավելի մոտիկ լինելով եւ շատ հաճելի դեպրոցես էր եւ երբ կսկսվի փորձերը նաև հաճուկը դեք շարունակվի, որտեղ իսկապես խոսում ենք շատ լայնածավալ մի երաժշտության մասին, որ տենց մարդկանց միավորումը եւ ասում եմ ես շատ ոգեորված եմ, որտեղ մարդիկ որ չէին պատկերացնում, որ կարող են հետևել նվագախմբին, Ջեքսոնի նախագիծը փոխեց։ Դեք Ջեքսոնն էլ արդեն կլասիկա չէ, այդպես կարելի է ասել։ Գիտեք, դասական է դա։ Համատելով ժանրերը, Ջեքսոնի տաղանդը շատ ավելի մեծ արժեք ունի, քան շատ մարդկանց, որոնք որ համարվում են դասական երաժիշտներ, բայց այդքան տաղանդավոր չեն։ Արժեքազրկում չպետք է իմ ըստիս չպետք է պատկերացնենք ժանրային։ Ջեքսոնը մեծ տաղանդ է, որը որ մոտիվացրել է շատ սերունդներ եւ տեսեք հիմա շատ երիտասարդ սերունդներ, որոնք որ չեն տեսել այդ, ինչպես դուք ասացիք, մեծ աստղին դե տրենդը, սիրում են երգերը, լսում են եւ շարունակում ասում են մենք ունենք էմոցիա, որը որ փորձել ենք ներկայացնենք ինստրումենտալ պատկերացումից։ Ուստեղ կան ֆանտաստիկ պատմական երգեր Ջեքսոնից հիմա նայում եմ ես line-up-ը հետորվա, այսպես ասած, տեսնում եմ կա Thriller-ը, Black or White, You Are Not Alone, Man in the Mirror, Billie Jean, մի խոսքով Ջեքսոնի ամենահայտնի գործերն եք հետորը վայելելու հարգելի հեռուստադիտող, բայց ինձ հետաքրքիր է մշակումը անելուց որ գործներ են ամենադժվարը, որ կամ չէր հարմարվում, չէր դասավոր, մտածում եք կարող է այս չանենք Սարգիսը Մարտինը Դեուլեխանյան միասին դե քննարկել ենք կային գործեր, որոնք որ պարզ պատկերացնեն նույնիսկ սիմֆոնիկ պատկերը ոնց պետք է լինի, բայց կային գործեր, որ ես գիտեմ, որ ինչ-որ process-ներ կային, որոնք որ շատ աշխատանքի արդյունքում կարողացած համոզել որ անենք թե Սարգիսին թե Մարտինին, այո, որ պետք է դա լինի, որովհետև չեմ պատկերացնում Ջեքսոնի համար, եթե չլներ օրինակ Earth Song-ը, Earth Song-ում մենք սկիզբը գաղափարեր, որ կա դուդուկի տենց հատված ունենք, որը որ շատ սիմվոլիկ է աստիս եւ այդ ազգային տարերի միախառնում կա այո որովհետեւ երգի մեջ որպես իմաստ դա կա եւ որպես գույն որպես դուդուկ ոչ թե որպես գործիք սոլո այլ որպես գույն դա ներկայացրեցինք որ շատ կարծում եմ շատ ամեն դեպքում շատ յուրօրինակ է ինչում եւ ստացվեց բայց այո քննարկումներ կային երգեր ունենք որոնք որ ոչ այդքան հեշտ ստացվեց ինստրումենտալ ոճով ներկայացնել եթե չեմ սխալվում այո իրականում այդպիսի process կա որ կարող է շատ հայտնի երգ լինել բայց նույն կոմպոզիտորը ով որ գործիքավորի գտնում է որ այս երգը ոչ մի կերպ սիմֆոնիկ նվագախմբի հնչողության չի տեղավորվում ոչ թե չի տեղավորվում կարող է տեղավորվել բայց ոչ լավ եւ այսինքն դու լսելով չես կարող այդ ընկալել ամբողջ մեղեդին ու այդ ամբողջ կոնցեպտը ու այստեղ բավականին
այսպես հարցեր եւ նույնիսկ մի քիչ էլ այսպես տարաձայնություններ կային, բայց մենք Բայց համոզեցի, ուզում ասեմ, իմ մոտ դա ստացվեց եւ ես համոզեցի եւ ունենք ամենա հայտնի երգերը Ջեքսոնի սիմֆոնիկ նվագախմբը, որը պետք է վայելել հունիսի 24-ին մարզամերգային համալիրում։ Խոսենք շրջագայությունների մասին, Սարգիս զրույցի ընթացքում նշեցիք Դուբայի համերգների մասին, մի քիչ կուզեմ ավելի մանրամասն մեզ պատմեք։ Այս կոവിഡ്ից հետո այն բոլոր շրջագայությունները, որոնք որ մենք ունեինք, դրանք այսպես ոչ միայն դրանք, որոնք հետաձգվել էին եղան, այլ նաև բազմապատկվեցին, եռապատկվեցին եւ կարելի ասել, որ տարվա մեջ արդեն անցած տարի մոտ 3 ամսի չափ նվագախումբը եղել է արտերկրում, ամենատարբեր համերգասրահներում, մենք ԱՄՆ-ում ունեցանք Փայլուն հյուրախաղեր, հետո գնացինք Փարիզի ֆիլհարմոնիայում sold out համերգ ունեցանք Խաչատրյանի երաժշտությունով, նաև շատ հետաքրքիր են մեր համերգները Արաբական Միացյալ Էմիրություններում, արաբական երկրներում ներկայացնելով նաև հենց դասական ստեղծագործություններ, նաև այնպիսի կինոֆիլմերի երաժշտություն, որը որ արդեն դարել է դասական, օրինակ Հարի Փոթերը, Աստղային պատերազմները։ Ես շանս ունեցել եմ դա վայելելու հենց Դուբայում։ Այո, եւ շաքաղեցնող։ Այո, եւ թվում է թե սա ավելի այսպես թեթև ժանրի աշխատանք է, բայց կարելի ասել նույնքան բարդ եւ նվագախմբի համար, նվագախմբի երաժիշտների եւ դիրիժորի համար ներկայացնել այդ ամբողջ մեծ պարտիտուրները, որոնք տևում են 3-ից 4 ժամ։ Հարի Փոթերի երաժշտությունը կամ նույն Աստղային պատերազմները, Գլադիատորը, մյուսը բավական այսպես մեծ գործեր են եւ մեր նպատակն է, որ նաեւ եթե այլ երկրներում մենք մեզ հրավիրում են եւ մենք ներկայացնում ենք, նաեւ դրանք ինչ որ մի օր ներկայացնենք Հայաստանում եւ շուտով օրինակ Սիմֆոնիկ Վիլյամս ծրագիր ենք անելու Հայաստանում, ներկայացնելու Վիլյամսի հենց հաստատված իր կողմից ստորագրված պարտիտուրներով համերգ, այսինքն այնպես ինչպես որ ինքն է գրել եւ ինքն է ուզում որ դրանք կատարվեն եւ շատ հույս ունեմ որ նաեւ այլ կոմպոզիտորներ կարողանան անդրադառնալ որ Հայաստան բերենք նաեւ այդ մշակույթը, որը որ մենք ընդհանրապես մի անգամ ենք արել Սարցեսիրտը, որը որ շատ մեծ արդյունք ունեցավ եւ հուսով եմ որ կանենք, այսինքն էկրան եւ սիմֆոնիկ երաժշտություն ամբողջը կենթանի կատարմամբ։ Առաջիկայում նվագախումբը կլինի Հայաստանում, ինչ է սպասվում։ Առաջիկայում նվագախումբը չի լինի Հայաստան։ Մենք հուլիսի սկզբին մեկնելու ենք Սաուդյան Արաբիա, այնտեղ ներկայանալու ենք համերգներով, ապա սեպտեմբերից մեկնարկում է մեր 20-րդ համերգաշրջանը եւ պատրաստվում ենք մեր 20-րդ համերգաշրջանի այս պահի դրությամբ ամենամեծ հյուրախաղային, որովհետեւ չգիտեմ, հետո էլի շատ մտքեր կան։ Գերմանիա ենք մեկնելու 15 համերգով, ներկայացնելու 15 Գերմանիայի լավագույն համերգասրահներում հայտնի մենակատարների հետ մեր կատարողական արվեստը։ Ֆանտաստիկ։ Մայստրո, գուցե կա նաև նորություն Սիմֆոնիկ Հայկո նախագծի հետ կապված։ Այո, կասեք այս մասին եւ երբ է լինելու համերգը, որը դուք եք ղեկավարելու արդեն։ Սիմֆոնիկ Հայկո նախագիծը շատ սպասում եմ 30 օգոստոս։ Պլանավորում ենք ամեն ինչ անում ենք որ ստացվի։ Ունեցել եմ Կգաք Երևան, բայց մինչև այդ կգաք Հայաստան։ Դե պլանավորում որ վերադառնանք Հայաստան, այո, իսկապես շատ սպասում եմ Սիմֆոնիկ Հայկո համերգին, ունեցել եմ հնարավորություն 2-3 ստեղծագործություն ղեկավարել տարբեր գալա համերգներին, բայց ընդհանուր համերգին շատ սպասում եմ եւ կարծում եմ որ դա մեր մոտ կստացվի եւ ամեն ինչ Օգոստոսի 30-ին Սիմֆոնիկ Հայկո կարծում շատ դեռ կարելի է խոսել այդ համերգի մասին, թե վայրը, թե գաղափարախոսությունը, թե ցանկությունները արտիստների, նվագախմբի, իմ նաև պատկերացումները, բայց այո, դա կլինի երևի շատ նաև սիմվոլիկ է, որ դա կլինի մեր հոբելյանական համերգաշրջանի սկիզբը։ Նախորդողը վերջին համերգը, այո։ Երևի համերգաշրջանի առաջին համերգ կարելի է այդպես անվանել, որպես սկիզբ, նաև պատկերացնում ենք, որ դա պետք է լինի յուրահատուկ տեղ։ Ինչի մասին դա երևի եթե դեմ չեք, հետո մեզ էլ որ հրավիրեք, մենք ձեզ սիրով դեք պատմենք։ Փակագծերը եթե դեռ չենք բացում, չենք բացում։ Հարց չկա։ Նորից վերադառնալով Սիմֆոնիկ Ջեքսոնին, արդյոք սա շարունակական բնույթ կգրի այս նախագիծը, նաև անդրադառնալով հետո այլ համաշխարհային արտիստներ, չգիտեմ, Queen, ABBA Սիմֆոնիկ Ջեքսոն ունենք ցանկություն յակը շարունակելու, քանի որ
ձեզ պետք է ասեմ, որ չի մտածում, որ դա կլինի այն նախագիծը, որը որ կարող է նաև Հայաստանից դուրս գալ, որովհետև պատկերացրեք Ջեքսոն, որին որ գիտեն բոլորը եւ հրավերստանը Դուբայի օպերայի կողմից, որ դա ներկայացնենք, շատ պատասխանատվությունը շատ մեծ է, որովհետև այլ բանը երբ դուք նվագում եք եւ ձեզ հրավիրում են ավարտեն պոպուլյար դեծերագրով, ինչպես Սարգիսը դե նշեց, այն բանը, որ դուք ներկայացնում եք ձեր ստեղծած դեծերագիրը, որը որ ստացվեց, կարծում եմ, որ մենք նույնպես կունենանք դեռ հաջողություններ ներկայացնում Սիմֆոնիկ Ջեքսոնը Հայաստանից դուրս, ինչի վրա որ գիտեմ հիմա թիմը աշխատում է, բայց ունենք ցանկություն անդրադառնալու, բայց մենք ավելի շատ ժանրային ենք։ Ջեքսոնը, եթե տենց կարողանամ ինձ թույլ տալ ասել, Ջեքսոնը ինքը որպես միավոր ժանր է։ Մայքլ Ջեքսոնը որպես արտիստ ժանր է, եթե տենց պետք է ասեմ, որ նույնը չեմ կարող ասել նաև ուրիշ արտիստների մասին, որոնք որ շատ տաղանդավոր են, բայց Մայքլ Ջեքսոնը որպես նաև ենթագիտակցության մեջ առանձին ժանրային մեծ տաղանդ է, որը որ նաև հիմա մեզ օգնում է մարդկանց բերել դեպի նվագախումբ, սիմֆոնիկ ռոք ունենք դեծերագիր, սիմֆոնիկ Հոլիվուդ, սիմֆոնիկ մուլտֆիլմեր, ունենք նաև հիմա սիմֆոնիկ Ուիլյամս, Սիմֆոնիկ Ուիլյամս շատ եմ ուզում եւ շատ եմ սպասում այդ համերգին, որովհետեւ Ջոն Ուիլյամսը այն կոմպոզիտորն է, որը որ փոխեց հոլիվուդյան երաժշտության մշակույթը, Star Wars, Indiana Jones, Harry Potter, ֆանտաստիկ կոմպոզիտոր է, որը որ նոր լեզու, նոր լեզվամտածողություն, նոր մտածողություն ընդհանրապես ֆիլմերին եւ կարծում եմ, որ դա շատ հետաքրքիր կլինի, որովհետեւ ամբողջ երեկո նվիրել ոչ միայն տարբեր ֆիլմերին, այլ մեկ կոմպոզիտորի, որը որ շատ լայն ժանրային հորիզոններ է գտել իր պարտիտուրների մեջ, ես շատ որպես դիրիժոր շատ կսպասեմ այդ համերգին, որովհետև նաև շատ բարդ պարտիտուրների մասին են դե խոսքը։ Վիեննա ֆիլհարմոնիկը անդրադառնում է Ջոն Ուիլյամսին նվիրելով համերգ, որովհետև շատ բարդ պարտիտուրներ են, փառահեղ երաժշտություն, որը որ նաև շատ մարդ գիտի։ Մենք շատ հաճախ ես տեսնում եմ, որ մարդիկ գնահատում են փոփ երաժշտություն եւ դասական երաժշտություն ըստ պոպուլարության։ Մենք ունենք Վիվալդի տարվա եղանակները ամենապոպուլար ձգությունն է, ասել որ դա փոփ երաժշտություն է, կարելի է երևի պոպուլար լինելու իմաստով, բայց ժանրային չէ։ Ջոն Ուիլյամսի երաժշտությունը շատ պոպուլար է, որտեղ ֆիլմերում է հնչում, բայց դասական երաժշտություն է։ Եվ դրա համար ես շատ կսպասեմ այդ համերգին։ Սիմֆոնիկ նվագախմբին շատ հարմար, իդեալական հենց Սիմֆոնիկ նվագախմբի մասին է։ Այո, նվագախմբային մշակույթից դուրս եկած երաժշտություն է, որը որ նաև շատ դժվար է եւ շատ տաղանդավոր։ Այս տարի կվայելենք։ Այո, աշնանը վայելելու ենք Երևանում։ Այո, հրաշալի։ Եվ վերջում ուզում եմ լսել, թե որոնք են ձեր անձնական երաժշտական ոգեշնչման աղբյուրները։ Ինչն է ձեզ ոգեշնչում։ Ոգեշնչումը տաղանդավոր երաժշտություն է։ Ոգեշնչումը այն պարտիտուրները, որոնք որ դեռ չեմ ունեցել հնարավորություն ղեկավարել եւ ոգևորում այդ ժամանակահատվածը եւ որ պատրաստվեմ ղեկավարեմ այն երաժշտությունը, որը ինձ շատ թանկ է ու կարեւոր։ Իսկ Սարգիսին ոգևորում են նվագախմբի լավ աշխատանք է։ Լավ աշխատանք։ Հրաշալի։ Շնորհակալ եմ շատ, որ եկաք ներս, շնորհակալ եմ դրական էներգիայի համար, որ պատմեցիք ու կիսվեցիք մեզ հետ բոլոր նախագծերով, բայց այսքանով մենք դեռ ձեզ բաց չենք թողնում, եթե դեմ չեք մի հետաքրքիր խաղ ունենք ձեզ համար նախապատրաստած, որի մասին կասեմ գովազդից հետո։ Գնացինք։ Show me, everybody to me, kick me, don't you blink or whine me. All I wanna say is they don't really care about us. All I wanna say is they don't really care about us. Yeah. All I wanna say is they don't really care about us. All I wanna say is they don't really care about us. We are the world. So let's start giving. There's a choice we're making. We're saving our life. It's true we make a better day.
just you and me. Մենք վերադարձանք, շարունակում ենք ներսարի գիշերային շոուն եւ հիմա ժամանակն է խաղին անցնելու։ Մենք խաղալու ենք երաժշտական ռեֆլեքս։ Խաղը շատ հեշտ է։ Ես ասում եմ բառեր, ուղղակի դուք առանց մտածելու ամենաշատը 3 վայրկյանում ասում եք առաջին բանը, որ կգա ձեր մտքին այդ բառի հետ կապված։ Okay? Ուրեմն սկսում ենք։ Մենք խաղում ենք երաժշտական ռեֆլեքս։ Եվ այսպես Առաջին բառը նոտա Նոտակալ նոտակալ Նոտայի տետր, Ջեքսոն Մայքլ շատ աշխատանք, Անջվել է էլի այս բանը Ամեկ իրավությամբ պատկերացնում ամեն ինչ Դուբայ Օպերա շոկ, կոնցերտ Հագուստ Խաչատրյանի ջութակի կոնցերտը, բեմ Նվագախումբ դիրիժորի մուտք, Լարային Նվագախումբ կամերային տունը, դիրիժորական փայտիկ Պարտիտուր դիրիժոր, անսամբլ Ջութակահարների ջութակահարների, ֆորզանդո Ֆորտե ուժեղ, հնչողություն Սիմֆոնիկ ակուստիկա, դահլիճ Մեծ նոր համերգասրահ, ճակատագրական ակորդ Բեթհովեն 5 դվորժակի 9, այս մեկը մենք չիմացանք, չէ՞։ Ինչ ասեցի։ Թիկունքում սցենար չկա։ Իմպրովիզացիա իմպրովիզ, Սոլիստ Տաղանդավոր երաժիշտ, Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Խաղի համար շնորհակալ եմ ևս մեկ անգամ, որ ներսում եք, շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար։ Միշտ գրկաբաց սպասում եմ ես ձեզ ներսում, հաջողություն եմ մաղթում միայն ու կհանդիպենք հունիսի 24-ին։ շնորհակալություն, Ես եմ շնորհակալ։ Այսպես էլ երաժշտությունը վերածվում է դիվանագիտության, ոգեշնչման ու հպարտության։ Շնորհակալություն ևս մեկ անգամ Սերգեյ Սմբատյանին եւ Սարգիս Բալբաբյանին մեր երաժշտական հպարտություններին։ Իսկ դուք սեր հեռուստադիտողներ, մի մոռացեք հունիսի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան համալիրում սպասվում է ձեզ մի համերգ, որին պետք է ականջ դնել ամբողջ սրտով։ Բարի գիշեր, կհանդիպենք շուտով։ It's not my love, she's just a girl, but them